Բարև ձեզ սիրելի ժողովուրդ։ Օրեր առաջ Հայաստան Դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնեմ, դա այն նույն անձն է, որի կառավարման օրոք Հայաստանի Հանրապետությունը 95 միլիոն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանի Դաշնությանը հանձնեց 5 կարևորագույն օբյեկտներ, օրինակ Մարս գործարանը, Մերգելյան ինստիտուտը եւ այլ կառույցներ, հանդես է եկել մի ուշագրավ հայտարարությամբ, ասել է, որ այս իշխանությունների կառավարման 8 տարիների ընթացքում որևէ գործարան չի բացվել, նոր ներդրումներ արդյունաբերության ոլորտում չեն կատարվել։ Միայն ռազմական արդյունաբերության ոլորտում վերջին 8 տարիներին տեղի ունեցած իրադարձությունները պաշտոնական վիճակագրությամբ, թվերով ու փաստերով կներկայացնեմ ձեզ, իսկ արդեն դուք կանեք համապատասխան հետևություններ արված հայտարարության վերաբերյալ։ Այստեղ դուք կարող եք տեսնել 2018 թվականին ոլորտում գրանցված է եղել 36 ընկերություն, աշխատողների ընդհանուր թվաքանակը 1816, շրջանառության ծավալը կազմել է շուրջ 9.2 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր վճարված հարկերը շուրջ 21 միլիարդ դրամ։ Արդեն հաջորդող տարիներին ոլորտը հետևյալ փոփոխությունների է ենթարկվել եւ 2025 թվականին ռազմարդյունաբերական համալիրի ռեեստրում գրանցված ընկերությունների քանակը կազմել է 67, աշխատողների ընդհանուր թվաքանակը 3331, շրջանառության ծավալը այստեղ ուշադրություն աննախադեպ թվի աճ ենք ունեցել, շրջանառության ծավալը կազմել է շուրջ 69 միլիարդ 700 միլիոն դրամ եւ մեծ աճ ունեցել ենք նաեւ ընդհանուր վճարված հարկերի տեսքով շուրջ 14 միլիարդ 300 միլիոն դրամ է կազմել վճարված հարկերը։ Այստեղ արդեն այս պատկերում դուք կարող եք լավագույնս տեսնել, թե ինչպիսի աճ է գրանցել ռազմարդյունաբերական ոլորտը 2018-ից 2025 թվականներին, մասնավորապես շրջանառության ծավալի, կազմակերպությունների քանակի դինամիկան է այստեղ ներկայացված։ Ինչպես նկատեցիք, վերջին 8 տարիներին մի շարք նոր ընկերություններ են հիմնվել ռազմարդյունաբերական ոլորտում, դրանց մի մասը գործարաններ են, մի մասը ընկերություններ, որոնք ունեն մեծ կամ փոքր արտադրական տարածքներ, բայց սրանից զատ նաև պետք է նշեմ, որ եղել են ընկերություններ, որոնք դեռևս 2018 թվականին գոյություն են ունեցել եւ ոչ միայն պահպանել են իրենց գործունեությունը, այլև աննախադեպ արագ տեմպերով զարգացման աճ են գրանցել 8 տարիների ընթացքում եւ ահա դրանցից 1-2-ը կոնկրետ օրինակներով կցանկանամ կիսվել ձեզ հետ։ Մասնավորապես ոլորտի առաջատար ընկերություններից օրինակ Arsenal-ը 2018-2025 թվականներին ունեցել է հետևյալ պատկերը։ Arsenal ընկերությունը 18 թվականին ունեցել է 3 աշխատակից, վճարել է շուրջ 6.3 միլիոն դրամ հարկեր, շրջանառությունը կազմել է շուրջ 23.7 միլիոն դրամ։ Բայց արդեն 2025-ին դուք կարող եք տեսնել, որ աշխատակիցների թիվը զգալիորեն աճել է 336, հարկերը 3.8 միլիարդ դրամ, շրջանառությունը կազմել է 11.2 միլիարդ դրամ։ Այսպիսի աճ է գրանցել մեր ոլորտի առաջատարներից Arsenal ընկերությունը, որը դեռևս 2018-ին գրանցված ընկերություններից մեկն էր։ Մեկ այլ ընկերության օրինակով կրկին ոլորտի առաջատար ընկերություններից, օրինակ Davarron 2018 թվականին ունեցել է 1 աշխատակից, վճարված հարկերը շուրջ 1.6 միլիոն դրամ, շրջանառությունը շուրջ 14.1 միլիոն դրամ։ Բայց կրկին 2025 թվականին աշխատակիցների քանակը զգալի աճել է, 155 է դարձել, հարկերը, վճարված հարկերը կազմել են շուրջ 1.5 միլիարդ դրամ, իսկ շրջանառությունը հասել է 12.6 միլիարդ դրամի։ Կրկին Davarron, ինչպես Arsenal ընկերությունը եւ մի շարք այլ ընկերություններ վերջին 8 տարիների Հայաստանի Հանրապետության կառավարության վարած քաղաքականության արդյունքում այսպիսի աննախադեպ զարգացման աճ են գրանցել։ Davarron-ից խոսեցինք, նույն Davarron 2018 թվականին ունեցել է օրինակ 9 քառակուսի մետր արտադրական տարածք, 2025 թվականին այն անցել է 5600 քառակուսի
տարածքի շեմը եւ աճի մեծանալու տեմպեր ունի ընկերությունը։ Այսպիսի ընկերություններ, ձեռնարկություններ շատ են եւ սա վկայում է այն մասին, որ Հայաստանում վերջին 8 տարիներին մի շարք թե տասնյակ ընկերություններ են հիմնվել, գործարաններ են բացվել այս ոլորտում եւ թե դեռևս 18-ին գործող գոյություն ունեցող ընկերությունները զգալի թռիչքաձև աճ են գրանցել իրենց գործունեության մեջ։ Ուստի եւ ամփոփելով խոսքս կոնկրետ վիճակագրությամբ, թվերով ու փաստերով կարող եմ ասել, որ արված հայտարարությունը Հայաստան Դաշինքի առաջնորդի կողմից ոչ այլ ինչ է, քան սուտ, կեղծ, մոլորեցնող պնդում։ Շնորհակալ եմ ուշադրության համար, լավ օր եմ մաղթում։